Ով դեր, երկրի բոլոր թագավորները քեզի գոհություն պիտի մատուցանեն, երբ քու բերնիդ խոսքերը լսեն։ Տերոջը ճամփաներուն մեջ պիտի երգեն, վասնզի Տերոջը փառքը մեծ է։ Թեպետ Տերը բարձր է, բայց խոնարհը կտեսնե, ու բարձրամիտը հեռու են կճանչնա։ Եթե նեղության մեջ ալ գալեմ, դուն զիս պիտի կենթանացնես, իմ թշնամիներուս բարգուճանը թեմ, քու ձեռքդ պիտի երկնցնես, եւ քու այդ ձեռքդ զիս պիտի փրկե։ Տերը պիտի գործե ինձ համար, ով Տեր քու ողորմությունը հավիտենական է, քու ձեռքիդ գործերը երեսեմի ձգեր։ Ով կենթանի հավատք մեր հարց, զոր չընկճեցին ուրսուր ու փանդ, ո մեր սիրտերն ինչպես հրճվին, բահելով միշտ այդ սուրբ անվանդ, մեր հարցավատք մաքուր վստահ, պիտի գարչին քեզ մինչև հավատք մեր հարց պիտի ճանանք, քեզի բերել ասկեր համայն, որ երկնային ճշմարտությամբ մեղքեն փրկվին ազատ լան, մեր հարցավատք մաքուր վստահ, պիտի գարչին քեզ մինչև հավատք մեր հարց պիտի սիրենք, ամեն մարդի հարի թե չար, որ մեր սիրո խոսքեն կործեն, թրթվին լան քեզի դաջար, մեր հարցավատք մաքուր վստահ, պիտի գարչին քեզ մինչև Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր Աստված, ամենագալ, որ էր եւ որ է եւ որ պիտի գա։ Արժանի ես Տեր, փառք ու բադիվ եւ զորություն առնելու, վասնզի ամեն բան դու ստեղծեցիր։ Ամեն։ Օրհնությունը եւ փառք եւ իմաստություն, ու գոհություն եւ բադիվ ու զորություն, Եվ կարողություն մեր Աստծուն, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ մեծ ու զարմանալի են քու գործերդ, ով Տեր Աստված ամենագալ։ Արդար ու ճշմարիտ են քու ճամփաներդ, ով թագավոր սրբոց։ Դեր, ով պիտի չվախնա քեզ մե, ու քու անունդ չպարավորե, Վասնզի տուն միայն սուրբ ես։ քանզի բոլոր ասկերը պիտի քան, ու քու արջևդ երկրբակություն պիտի ընեն։ Վասնզի քու արդար դաստաններդ հայտնվեցան։ Արդար ես տուն, որ ես եւ որ էիր, եւ սուրբ ես, որ այսպիսի տադաստաններ ըրիր։ Այո, ամենագալ Տեր Աստված, քու դաստաններդ արդար ու ճշմարիտ են։ Ահա ամբերով գուքա, ամեն աչք պիտի տեսնե զանիգա։ Եվ անոնք, որ զանիգա խոցեցին, անոր վրա գոց պիտի ընեն, երկրի բոլոր ասկերը։ Այո, ամեն։ Ես եմ ալֆա եւ օմեգա, գսե Տեր Աստված։ Որ է եւ որ էր եւ որ պիտի գա, ամենագալը։ Աղոթենք։ Ո փառավորյալ Աստված, թեպետ դարբեր դեղերու մեջ, բայց մեկ նպատակի համար ներկայենք, քեզի վաշտելու եւ երկրբակելու, ընդունե մեր պաշտամունքը։ Տուն որ ամեն բան բարի ստեղծեցիր,
Մարդ արարած ծրիր այստեղ, ապրելու և գործելու համար, քեզ պարապանելով, քեզի գահանցնենք մեր անձերը այս պաշտամունքին միջոցով։ Մեծության և շնորհքի Աստված, մենք կփորձենք ծածկել մեր մեղքերը և մեր սխալ գործերը, բայց Տուն ով Տեր, բնավ չես ծածկեր քու սերդ մեզի հանդեպ։ Ամենադեն քեզ կփնտրենք ով Տեր, բայց Տուն արդեն մեզ կդած ես Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ներե մեզի, սրբե և փոխե մեր կյանքերը։ Քեզի փառք կուտանք ով Տեր, քու սիրույթ համար, որ մեր շուրջը դրած ես, և այն հավատքին համար, որ մեր մեջը դրած ես։ Թող որ մեր կյանքերը ցոլացնեն այն սերը և հավատքը, որ մեզի պարգևեցիր։ Քու առջևդ քու քանգով Տեր, խնդրելով, որ մեզ զորացնես և քաջություն տաս համբերելու մեր գրած ամեն տեսակի դժվարություններուն։ Թուն լավ կհասկնաս մեր վիճակը։ Կխնդրենք, որ այս բոլոր դժվարություններուն մեջ քու հրաշալի ցերկը տեսնենք և միշտ արթուն ըլլանք, որպեսզի մարդոց առջև քու լույսը ըլլանք։ Մեզի զորություն տուր, որ այդ լույսը չդգարանա մեր այս դժվարություններուն մեջ։ Ով Տեր, գաղութենք Լիբանանի ներկա քաղաքական և տնտեսական վիճակին համար։ Իմաստություն տուր մեր երկրին ղեկավարներուն, որ անդրադառնան իրենց պարտավորություններուն։ Համբերություն տուր, ով Տեր, բոլոր անոնց, որոնք կդարաբին իրենց ապրուստը ապահովելու համար։ Բոլոր սգավորները մխիթարե և առողջություն տուր հիվանդներուն, և մանավանդ օգնե, որ այս վտանգավոր օրերուն մեջ զգաստ ըլլանք պահպանելու մեր և մեր շուրջիններուն առողջությունը։ Մասնավորապես պահե մեր հայ ժողովուրդը հոս հայրենիքին մեջ և այլուր։ Թող որ բոլորս ալ մեր դժվարություններուն և ուրախություններուն մեջ քեզի նայենք ով Տեր։ Ամեն։
Այսօրվա Աստուծո խոսքին ընթերցումը առնված է Մարգոսի ավետարանեն 9-րդ գլուխ 1-ին մինչև 9-րդ համարները։ 6 օր հետո Հիսուս իրեն հետ առավ Պետրոսն ու Հակոբոսը եւ Հովհաննեսը ու զանոնք բարձր լերմը հանեց առանցինն եւ անոնց առջև այլագերբեցավ։ Իր հանդերձները եղան փայլուն, խիստ ջերմակ, այնպես որ երկրի վրա թափիչը չէր գրնար այդպես ջերմկցնել։ Ու Եղիան Մովսեսին հետ երևցավ անոնց եւ Հիսուսին հետ խոսեցան։ Ապա Պետրոսը ասավ Հիսուսին. «Ռաբբի, աղեք է որ հոս կենանք ու 3 խրճիթ շինենք, մեկը քեզի, մեկը Մովսեսին ու մեկը Եղիային, վասնզի չէր գիտեր թե ինչ խոսի, քանզի զարհուրեր էին»։ Ամպը Հովանի եղավ անոնց վրա ու ցայնը եկավ ամբեն ասելով. «Ադիգա է իմ սիրելի որդիս, ադոր մտի կրեք»։ Երբ հանկարծ աստին անտին նայեցան, ուրիշ մեկը չտեսան, հապա միայն Հիսուսը իրենց հետ։ Երբ լերնեն վարգիչնեին, բադվիրեց անոնց, որ տեսածնին մարդու չբադմեն, բայց միայն որդին մարդու մերելներեն հարություն առնելեն հետո։ Անոնք այն խոսքը բահեցին իրենց մեջ, հարցուփորձ կնեին, թե մերելներեն հարություն առնել ինչ ասել է։ Երկրորդ հատվածը Բողոս Արաքյալի նամակներեն երկրորդ թուղթ Կորինթացիս 4-րդ գլուխ 3-ին 6-րդ համարները։ Իսկ եթե մեր ավետարանը ծածկված է, գործվածներուն համար ծածկված է, որոնց մեջ այս աշխարհի Աստվածը անհավատներուն մտքերը գուրցուց, որբեսի Քրիստոսին ավետարանին փառքին լույսը անոնց վրա չծագի, որ է Աստուծո պատկերը։ Վասնզի ոչ թե անձերնից կքարոզենք, հապա Քրիստոս Հիսուս դերը ու մեզ ծեր ծարաները Հիսուսին համար։ Վասնզի Աստված որ հրաման հրավ, որ խաբարեն լույս ծագի, ինք մեր սրդերու մեջ ծագեցավ Աստուծո փառքին գիտության լույսը դալու համար Հիսուս Քրիստոսին անցովը։ Ամեն։ Կյանքիդ մեջ եղած է օրը, ժամը, կամ վարգյանը, որ ուզած ես միշտ հոմ մնալ եւ միշտ այդ վարգյանը կամ այդ վիճակը ապրիլ։ Վիճակը, որում մեջ ըսկացած ես ուրախ, ապահով, հանգիստ, նեղությունները եւ մտահոգությունները հերու։ Այս օրերուն այսպիսի վիճակը մտածելը նույնիսկ մեզի համար դժվար գտվի։ Գաբրինք այնպիսի պայմաններու մեջ, որ գուզենք ամեն բան անմիջապես անցնի, վերջանա եւ նոր հանգրվան մը սկսի։ Չենք ուզեր մեր կյանքը միշտ այս մեր ապրած ներկա վիճակին նմանը լա եւ գուզենք ջամփամը գտնել եւ ազատիլ այն բոլոր բաներեն, որ մեր ուրախությանը կամ մեր ազատությանը արգելք կլան։ Բայց օրեօր նեղություններ եւ դժվարություններ գարձես ավելի կբաշխարեն մեր 4 կողմը, կկոծեն մեր ջամփան, մեր դեսիլքը եւ շատ բան մեզի համար մութ եւ անորոշ կերևի։ Բահմը երևակայ է, որ քիշերվա մութին առանց լույսի մինագդ անդարիմը մեջ են պետք է անցնիս, որուն ընթացքին ամեն մեկ երկվարյանը ենթակա ես վտանգի, ինալու, գործվելու կամ հարված մստանալու։ Գսկաս վախ, կասկած, անորոշություն, որովհետև ամեն բան մութ կերևի քեզի համար։ Այսօր որքան մեր կյանքերը գնմանի այսպիսի ճանապարհիմը, որ շատ բան անհստակ է։ Երանի գարենայինք փախչիլ այս բոլորեն, երթալ դեղմը, ուր այս օրվա մեր ապրած բոլոր դժվարությունները չգան։ Դեղմը, ուր գրնանք այս բոլոր բաները մեր յետին ցկել եւ հանգիստ ապրիլ։ Դեղմը, որ անդարի մեջ մութին քալելու չնմանիր, այլ լուսավոր ջամփումը, որ շատ բան հստակ է, մեր դիմացը եւ ոչ մեկ բան մութի մեջ է։ Կարդացված հատվածին մեջ դեր Հիսուս իրեն հետ առնելով Պետրոսը, Հակոբոսը եւ Հովհաննեսը բարձր լերմը ելավ
Եվ այդ լերան վրա Տեր Հիսուս այլագերբեցավ։ Մարգոս Ավետարանիչ գսե Հիսուսի հանդերձները այնքան փայլեցան, այնքան ջերմկցան, որ երկրի վրա ոչ մեկ բան գրնա այնքան ջերմգիլ եւ փայլք ունենալ։ Ու Եղիան Մովսեսին հետ երևցավ անոնց եւ Հիսուսին հետ խոսեցան։ Ղուգաս Ավետարանիչ նույն դեպքին համար գսե աշակերտները այս լերան վրա Տեր Հիսուսի փառքը տեսան։ Այս դեպքը պատահել են անմիջապես առաջ Տեր Հիսուս իր աշակերտներուն գսե, թե պետք է որ որդի մարդո շատ չարչարանքներ գրե եւ երեցներեն եւ քահանայապետներեն ու տբիրներեն մերժվի ու սպաննվի եւ 3 օրեն հետո հարություն առնե։ Այս խոսքը ասել են յետք Պետրոս մեկտի գարնե Հիսուսը եւ գսկսի հանդիմանել Տեր Հիսուսի, որովհետեւ Պետրոսի համար Քրիստոսի չարչարանքը եւ մահը ընդունելի բաներ չէին։ Քրիստոս իր փառքի մեջ միշտ զորավոր եւ հաղթական պետք էր մնար, ինչպես գրնարը լալ, որ Քրիստոս չարչարվի եւ ցավի մեջ լա։ Երբ լերան վրա Պետրոս կտեսնե Տեր Հիսուսի փառքը եւ աստվածությունը, գուզե այդ վիճակը հավերժացնել։ Այդ տեղը մնալ եւ 3 խրճիթ չինել, մեկը Հիսուսի, մեկը Մովսեսին ու մեկը Եղիային։ Պետրոս գիտեր թե Տեր Հիսուսի ըսածին պես լերան վարը գար հալածանք, չարչարանք եւ մահ, բայց լերան վրա ան գսկա ապահովություն, հանգստություն եւ գտեսնե Տեր Հիսուսի փառքը։ Պետրոսի համար հոն մնալը կնշանակեր փախչիլ այն բոլոր վիճակներեն, որ իրեն վախ կպատճառեին։ Իրեն համար ճիշտ այդ տեղն էր, որ գուզեր միշտ հոն մնալ։ Բայց Հիսուսի նպատակը այս չէր։ Մինչ անոնք լերան վրա էին, ամպը Հովանի եղավ անոնց վրա ու ցայն մի եկավ ամբեն ասելով «Ադիգա է իմ սիրելի որդիս, ադոր մտիկ ըրեք»։ Երբ Աստծո ցայնը գլսվի, Տեր Հիսուս իր աշակերտները առնելով լերեն վարգիչն է։ Տեր Հիսուս իր աստվածությունը, իր փառքի լույսը լերան վրա չի ցկեր, ուր Պետրոսի մտածումով ապահով գտվեր, այլ գիչնե լերեն վար եւ գուկահոն, ուր որ գար հալածանք, չարչարանք եւ մահ, հոն ուր որ մարդիկ կորսված էին մութի եւ դժվարության մեջ։ Եվ այս պատճառով այսօր ես եւ տուն, նույնիսկ որ քալենք անորոշության դժվարություններու եւ ամեն բան մութ երևցած ջամփու մեջ, դագավին մեր մեջ կրնանք ունենալ Տեր Հիսուս Քրիստոսի անցով մեզի երևցած այն լույսը, որ այս երկրի վրա ոչ մեկ բան գրնա այնքան լույս տալ մեզի։ Պողոս Արաքյալ քիչ առաջ գարտացված հատվածի մեջ տեսանք, որ գսե վասնզի Աստված, որ հրաման ըրավ, որ խավարեն լույս ծակի, ինք մեր սրդերում մեջ ծակեցավ Աստծո փառքին գիտության լույսը տալու Հիսուս Քրիստոսի անցովը։ Այսինքն Աստված իր փառքին լույսը եկավ եւ մեր սրդերում մեջ դրավ։ Հարցումը այդ է, որ ինչ բան պիտի դարբերե այս լույսը մեր կյանքերուն մեջ։ Երբ մենք չենք կրնար փախչիլ մեզի չարչարող եւ հոգնեցնող այս դժվար վիճակներեն։ Աստծո մեր մեջ դրած լույսը ոչ թե փախչելու արիթմն է, այլ նույնիսկ մեր ամենեն դժվար վիճակին մեջ Տեր Հիսուսի անցին զորությամբ զորանալու արիթմը։ Պողոս Արաքյալ գսե, որովհետև Աստծո փառքին լույսը մեր մեջն է, նույնիսկ որ ամեն կողմե վշտացած ենք, բայց նեղը ինգած չենք։ Դակնաբաց ենք, բայց հուսահատած չենք։ Հալածված ենք, բայց երեսե ցկված չենք։ Վար ցկված ենք, բայց կորսված չենք։ Այսօր մենք նույնիսկ որ գդարաբինք, դա գավին գրնանք մեր հավատքի մեջ հաստատ լալ։ Նույնիսկ որ վախեր ունենք, բայց գրնանք զորավոր լալ։ Նույնիսկ որ մինակ ենք եւ ամեն բան անորոշ է մեզի համար, դա գավին գրնանք հույս ունենալ։ Տեր Հիսուսի աշակերտները անոր փառքը ոչ թե միայն լերան վրա տեսան,
այլ նաև իր չարչարանքին եւ իր մահվանը մեջ։ Աստված լերան վրա գսե իմ որդիս մդիկ ըրեք։ Դեր Հիսուս գսեր, թե ինք պիտի չարչարվի, սպաննվի եւ 3 օր ետք հարություն առնե։ Եվ ան նաև գսե ան որ գուզե իմ յետևես գալ, թող իր անձը ուրանա եւ իր խաչը վերցնե ու իմ յետևես գա։ Դեր Հիսուսի վրա եղած հավատք եւ իրեն հնազանդություն։ Ասոնք են, որ այսօր շատ բան կրնան մեր կյանքերում մեջ տարբերն էլ։ Մեր ունեցած հավատքը եւ հնազանդությունն է, որ մեր կյանքերը պիտի փոխե, մեր ճամփաները պիտի լուսավորե եւ մեզի պիտի առաջնորդե նույնիսկ մութ երևցած ճամփուն մեջ։ Վաղը հայ եկեղեցվո օրացույցին մեջ մեծ բակի առաջին օրն է։ Եվ այս շրջանին ոչ միայն զոմաբահությունն է, որ կարևոր պետք է սեբենք, այլ նաև Դեր Հիսուս Քրիստոսով մեր ունեցած լույսով մեր 4 կողմը լուսավորելը։ Այսօր մենք եւ բոլոր աշխարհը այս մութը բադած օրերուն մեջ պետք ունենք տեսնելու այդ լույսը, փայլքը, ջերմագությունը, որ Պետրոս տեսավ Հիսուսի անձին մեջ եւ ուզեց միշտ հոն մնալ։ Ճիշտ է, որ այսօր մեզ ոչ ոք կրնա փախչիլ այս վիճակներն։ Ոչ ոք արիթ ունի դեղը մի երթալու, որ ովևէ մեկ նեղություն եւ դժվարություն գոյություն չունի։ Այդպիսի լերմը, որ կրնանք ելնել եւ հոն մնալ, գոյություն չունի մեր կյանքերուն մեջ։ Բայց Տեր Հիսուս ինք մեզի համար վար իջավ։ Մեզի վես չարչարվելու, մեզի վես ցավը սկալու եւ իր հարությամբ մեր թիմած հավիտենական կյանքի ճամփան բանալու։ Այսօր այս լույսն է, որ մենք պետք ունենք, որբեսի ուր որ ալլանք, ինչ վիճակի մեջ ալ գտնվենք, դագավին մեր սրտերում մեջ դրված լույսով լուսավորվենք, զորանանք եւ հույս ունենանք։ Հավիտենական Աստված, մեր երկնավոր Հայրը, որքանալ մեր ապրած օրերը ըլլան դժվար եւ ծանր, շնորհակալ ենք, որ ամեն մեկս արիթ ունենք ունենալու այն լույսը, որ Տեր Հիսուս Քրիստոսին միջոցով մեր սրտերուն մեջ դրիր։ Կխնդրենք քեզ ով Տեր, որ քալիք օրերուն ամեն մեկուս կյանքի մեջ քու ներկայությունդ միշտ սկալի ելա։ Կարենանք ըլլալ հաստատ մեր հավատքին մեջ, զորավոր եւ միշտ հույսով լեցուն։ Եկող օրերը քեզի կհանձնենք ով Տեր, թող մեր կյանքերը քեզի փառք բերող կյանքեր լան։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով գաղութենք։ Ամեն։ Դեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Աստուծո սերը ու հոգվույն սրբո հաղորդությունը ծեր ամենուն հետ լա։ Ամեն։